ուսումնական հաստատություն ավարտած եւ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների կողմից պետական աջակցության բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունքի ձեռբերման նպատակով հիպոթեկային վարկավորման նպատակային ծրագիրը եւ հիպոթեկային վարկավորման պայմանները սահմանելու մասին հարցը։ Զեկուցող Պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյան, պարոն Սարգսյան, խնդրեմ։ Մեծարգո պարոն փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, ներկայացված կառավարության որոշման նախագծով սահմանվում է 2022-ից 23 ուսումնական տարվանից սկսած ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառություն եւ հետ ուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած եւ Պաշտպանության նախարարության համակարգում կամ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար օրենքով նախատեսված բնակարանային ապահովման շրջանակներում արտոնյալ պայմաններով հիպոթեկային վարկավորման նպատակային ծրագիր է, որը հնարավորություն է տալու սպայական կազմի զինծառայողներին ամբողջությամբ պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման հիման վրա սեփականության իրավունքով ձեռք բերել բնակարան, բնակելի տուն, վարկը, կանխավճարը, մայրգումարը եւ տոկոսները ամբողջությամբ մարվելու են պետական բյուջեի միջոցների հաշվին Պաշտպանության նախարարության կողմից։ Որոշման նախագծով սահմանվում է վարկավորման պայմանները եւ ծրագրի իրականացման մանրամասները։ Որոշման նախագիծը համաձայնացվել է շահագրգիռ պետական մարմինների, ինչպես նաեւ լրամշակվել է նախարարական սոցիալական կոմիտեում քննարկման արդյունքներով։ Խնդրում եմ ընդունել որոշման նախագիծը։ Պարոն փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, ըստ էության մենք այն քաղաքացիները, ովքեր կընդունվեն ռազմաուսումնական հաստատություն, կավարտեն, կնշանակվեն Պաշտպանության նախարարության համակարգում կամ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում ծառայության մենք տրամադրելու ենք հավաստագրեր, որի միջոցով իրենք հնարավորություն կունենան ընտրելու իրենց բնակարանը կամ բնակելի տունը առաջնային կամ երկրորդային շուկայից, սեփականության իրավունքով է տրամադրվելու, բայց պայմանով, որ նվազագույնը 20 տարի պետք է ծառայություն անցկացնի վերոնշյալ մարմիններում, հավաստագրով զինծառայողին հասանելի գումարը, որով կարող է բնակարան ձեռք բերվի, որոշվելու է Երևանում 80 քառակուսի մետր տարածքով բնակելի անշարժ գույքի արժեքով, որը այս պահի դրությամբ կազմում է 35 միլիոն դրամի չափով, եւ հնարավորություն կունենա այս գույքը ձեռք բերել ոչ միայն Երևանում, այլ նաեւ մարզերում։ Ըստ էությամբ այսքանն էր, շնորհակալություն։ Պարոն Սարգսյան, սա գործող ծրագիր է, մենք շրջանակն ենք փոխում, թե նոր աջակցության եղանակը։ Մենք զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով ունեինք արդեն իսկ հաստատված, որից որ նաև ունեինք կառավարության որոշում, թե ինչ տրամաբանությամբ ենք տրամադրելու այդ բնակարանները, մենք ըստ էության փոփոխել ենք կարգը, լավարկել ենք եւ այդ լավարկման արդյունքում իմ թվարկված առավելություններն էր, որ այսինքն գույքը չի ձեռք բերվելու պայմանական պաշտպանության նախարարության կողմից մրցույթ հայտարարելու միջոցով, որտեղ կան մասնակցեն կառուցապատողներ։ Այսինքն մենք սրանով հանդերձ հնարավորություն ենք տալի, որպեսզի զինծառայողը նախ եւ առաջ ինքը իր ընտրությունը կատարի։ Նախատեսված էր, որ Երևանում միայն գույքը պետքա ձեռք բերի, այս կարգավորումով փոխում ենք, որ մենք Երևանում ձեռք բերելու համար գումար ենք տրամադրում, արդեն ընտրությունը թողնում ենք իրեն, ինքը կարող է այդ գույքը ձեռք բերի Երևանում, թե մարզերում։ Հիմնական առավելությունները, հիմնական փոփոխությունները այս երկուսն էին, իհարկե նաև տրամադրվում է ամեն ինչը սեփականության իրավունքով, բայց պայմանով, որ զինծառայողը 20 տարի պետք է ծառայի։ Շնորհակալություն։
Տիկին Գալյան։ Շնորհակալություն, ես հարց ունեմ, ուղղակի չեմ հիշում 20 տարվա պայմանի մեջ ռազմաուսումնական հաստատությունում սովորելու ժամանակահատվածը հաշվարկվում է թե ոչ, եւ հաջորդը ժառանգության հարաբերությունների հետ կապված կարգավորումներ նախատեսվում են թե չէ։ Կառավարության առաջի հարցին պատասխանեմ այո, որ ներառվում են, իսկ ժառանգության հետ կապված հարաբերությունները ընդհանուր օրենսդրության շրջանակներով են կարգավորվում, առանձին կարգավորում կառավարության այս որոշման մեջ չունենք։ Այլ հարցեր, պարոն Թորոսյան։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, պարոն Սարգսյան, կարող եք ասել հավաստագրերը մի տեսակ են, թե կախված նաև ընտանեկան դրությունից տարբեր տեսակի են տրամադրվում եւ Երևանում թույլ տալը, բայց նաև մարզերում թույլ տալը արդյոք չի բերելու նորից խտացման Երևանում, այդ հարցը քննարկել եք։ Շատ բարի, այո, քանի որ գործող կարգավորումներով եղել է միայն Երևանը, արդեն իսկ հաստատված, մենք պայմանները չենք որպես այդպեսին վատացրել, այլ լավացրել ենք, որ կլինեն քաղաքացիներ պայմանական 35 միլիոն դրամով կարող են մարզում մեծ հողատարածքով, սեփական տուն, ավելի մեծ քառակուսի մետրով ձեռք բերել բնակելի անշարժ գույք, եւ երկրորդ հարցը բոլոր հավաստագրերը լինելու են միատեսակ, անկախ ընտանեկան կարգավիճակից։ Պարոն Սարգսյան, բայց այսպեսի հարց էլ է առաջանում, եթե մինչ հիմա կարգավորումները վերաբերում էին նրան, որ Երևանի հաշվարկով էր կատարված սերտիֆիկատի արժեքը, այսինքն 80 քառակուսի մետրի հաշվով կախված այդ օրը, թե ինչ գներ են շուկայում, հիմա լավ ենք անում, որ ասում ենք կարող են նաև մարզերում ձեռք բերել, բայց մեկը պիտի համեմատի, եթե 35 միլիոն դրամով կարող է Երևանում գնել, կամ գնում է ձեր ասած մեծ հողամասով շատ լավ կառուցված անհատական բնակելի տուն է գնում մարզում, որտեղ այդ հողամասի եւ շենքի արժեքը միասին, օրինակ 22 միլիոն դրամ է, մնացած 13 միլիոն դրամի հետ ինչ է լինում։ Ինչն է այն մոտիվացիան, որ մարդը ունենալով 35 միլիոն դրամով գույք գնելու հնարավորություն, պիտի նախընտրի ձեռք բերել իր գտած տունը 22 միլիոն դրամով։ Պարոն Խաչատրյան, այս պայդրությամբ կարգավորում չունենք, դա է նպատակը, որ հնարավորության դեպքում իրենք, քանի որ բնակարանը ճիշտ է տրամադրում է սեփականության իրավունքով, բայց պայմանով, որ ծառայություն պետք է անցնի 20 տարի, որ ձեռք բերեն այնպիսի լավ բնակարաններ, այդ գումարի շրջանակներում ու կարողանան իրենց կենսագործունեությունը ապահովել։ Որպես այդպիսին կառավարության որոշումով մենք սահմանված չունենք, որ եթե տարբերություն կա, ապա այդ տարբերությունը որտեղ է ուղղվելու։ Մենք հստակ գումար ենք տրամադրում եւ ասում ենք այս գումարի շրջանակներում առավելագույն սահմանաչափ ենք հաստատում։ Շատ է, բայց ես որպես որոշում լավ որոշում է, այսինքն մենք մարդուն տալիս ենք ընտրության հնարավորություն, բայց կարծում եմ, որ քանի դեռ մենք չենք ստեղծել մոտիվացիոնալ մեխանիզմները, թե ինչու պետք է մարդը որոշի, օրինակ վայքում լավագույն հողամասը, լավագույն տունը նոր կառուցված, այսինքն իր որակական հատկանիշներով որևէ կերպ կասկածի չենթարկվող գույքը ձեռք բերելու փոխարեն այդ գնումը կատարել Երևանում։ Եվ քանի որ մեր նպատակը նա է, որ մենք այս աջակցության ծրագրով արհեստականորեն չխթանենք գույքի ձեռքբերումը Երևանում, պետք է այնպիսի մոտիվացիոն մեխանիզմներով լրացնենք, որ մեկը պայմանական ասենք, այդ 22 միլիոն դրամ արժեքով գույքը ձեռք բերելու դիմաց կամ դեպքում չափի կամ հասկանա նաև թե 13 միլիոնի աջակցությունը, որից ինքը չօգտվեց, ինչ այլ եղանակով կարող է ուղղվել իր շահերի սպասարկմանը։ Եվ մենք այսօր չենք կայացնում այդ որոշումը, բայց կարծում եմ, որ այդ երկրորդ կտոր կարգավորումը անհրաժեշտ է։ Ձեզ խնդրում եմ, որ շարունակեք այդ ուղղությամբ մտածել եւ կառավարության առաջարկեք, թե ինչ կարող ենք անել, որտեղ մեր նպատակը նա է, որ այս ամբողջական համակարգ որպես ինքը լինի կիրառության մեջ։ Իսկ քանի դեռ այդ երկրորդ հարցի պատասխանը մենք չենք տվել, մարդիկ կմտածեն ու շատ դեպքերում նույնիսկ կգանեն որոշման, որ մոտենան դեպի Երևան, որովհետև գույքի արժեքը այդտեղ է, որ քիչ թե շատ մոտ է այդ սահմանաչափին։ Տիկին Գալյան, խնդրեմ։ Ուղղակի մի դիտարկում էլ անեմ, ժառանգության հետ կապված հարաբերությունների մասով գուցե հետո աշխատելու անհրաժեշտություն լինի ու նաև մի իրավիճակ էլ կա, որտեղ հնարավոր
խնդիրների կարող ենք բախվել գույքի համատեղ լինելու կանոնների հետ կապված, այսինքն եթե գրանցված ամուսնության պարագայում սեփականության իրավունքը ձևակերպվի, ամուսինը, այս դեպքում կինը, կինը կամ ամուսինը օրենքով սահմանված կարգով դառնալու է համատեղ սեփականատեր, այդ դեպքում այդ ծառայելու պայմանի հետ կապված պետք է որոշակի գուցե շտկումներ արվեն։ Տիկին Անդրեասյան։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, մոտիվացիոն այդ մեխանիզմների ձեր դիտարկմանը համամիտ լինելով, ես կարծում եմ, որ բնականային աջակցության մեր մյուս ձևաչափերում մենք այդ լուծումները կարծես ունենք եւ դրանք փորձարկված են, օրինակ, երբ որ մարդիկ կարողանում են այդ գումարները ուղղել վերանորոգմանը, տան համար անհրաժեշտ գույքի ձեռքբերմանը, այսինքն ավելի ամբողջական միջավայր են ստանում, քան միայն գույքի ձեռքբերմանը, եւ առաջարկս պիտի լինի ուսումնասիրել այդ փորձը եւ գուցե այդ լուծումները կիրառել նաեւ այս դեպքում։ Պարոն Թորոսյան։ Համամիտ լինելով Տիկին Անդրեասյանի հետ, ես մի քիչ ավելի լայն էլ ուզում եմ խնդրել, իհարկե որոշումը կարևոր է եւ պետք է ընդունվի, բայց սինխրոն անենք մյուս բնակարանաշինական ծրագրերի հետ, որպեսզի խզումներ կամ առնվազն մեծ խզումներ չառաջանան, որտեղ բոլորն է մեր քաղաքացիներ եւ հայրենակիցներն են եւ իրանց ապահովման հարցը հավասարաչափ կարևոր է մեր համար։ Շնորհակալություն։ Պարոն Սարգսյան։ Թե կարելի է, այո, դուք ճիշտ դիտարկում արեցիք, միակ խնդիրը կայանում էր նրանում, որ այս ծրագիրը վերաբերում է 22 թվականից հետո ընդունված զինծառայողներին, որով որ նախկինում օրենքի կարգավորմամբ դրված էր, որ մենք պետք է բնակարան հատկացնենք Երևանում, հստակ գրված էր, այսինքն պայմանների վատացում արդեն ընդունված զինծառայողների մասով չենք կարող իրականացնել, ինքը կդառնա որպես այդպիսին վատացում, դա համար որպես այդպիսին առաջի քայլն ենք իրականացրել, կարելի ասել ազատականացրել ենք, որտեղ հնարավորություն կունենան եւ Երևանում ձեռք բերել եւ մարզերում 2026 թվականին առաջի անգամ արդեն այդ հավաստագրերը տրամադրելու ենք եւ այդ դրա շրջանակներում այո քննարկում կունենանք նաեւ որ տարբերության մասով զինծառայողները հնարավորություն ունենան օգտագործել նաեւ այլ նպատակներով դրա հետ է կապված եղել որ չեն կարողացել ավելի ճկուն գտնվել Բայց եթե ես ճիշտ եմ հիշում մեր զուգահեռ քննարկումները մեկ այլ հարցի առնչությամբ, մինչև 2022 թվականը այնուամենայնիվ հաշվի էր առնվում, թե այդ մարդու ընտանիքում քանի մարդ կա, այսինքն բոլորի համար չէր, որ խոստացում էր 80 քառակուսի մետր հաշվարկով բնակարանը, թե դա այդպես չէր։ Չէ, այո, դուք ճիշտ եք նշում, բայց տրամաբանությունը այն էր, որ նախ զինծառայողները բնակարանը ստանում էին եթե բնակարանի նախ չափորոշիչներ կար, որով որ գնահատվում էր արդյոք քաղաքացին բնակարանի կարիքավոր է թե կարիքավոր չի, զինծառայողը, որից հետո հաշվառվում էր, այդ հաշվառումից հետո իրեն ծառայություն անցնելուց հետո տրամադրում է սերտիֆիկատ ու ինքը բնակարան էր ձեռք բերում, ստեղ մոտեցում են, որ այդ բնակարանը տրամադրում ենք արդեն սկզբնական փուլում, իր ծառայություն սկզբնական փուլում եւ այս դեպքում այո միանվագ սերտիֆիկատ հավաստագրեր ենք տրամադրում որտեղ որ հնարավորություն ունեն ձեռք բերելու իրենց բնակարանները Այլ հարցեր պարոն Թոմասյան Շնորհակալություն, մեկ ճշտող հարց, պարոն Սարգսյան, հատկացնելուց հետո նախատեսված է որևէ սահմանափակման գրանցում, որպեսզի օտարման հարցը այդ ընթացքում կարգավորվի եւ հետագայում խնդիր չունենանք, եթե չէ, կխնդրեմ նախագիծի այս մասով մի փոքր լրամշակել, շնորհակալություն։ Շնորհակալություն, այո, մենք աշխատել ենք ձեր հետ, նաեւ օրենքով է սահմանված, նաեւ կառավարության որոշման մեջ ունենք հղումները օրենքին։ Այլ դիտարկումներ չկան Ովքեր են դեմ նախագծի հաստատմանը, դեմ չկա նախագիծը հաստատված